Հիչ առաջ պետավտոտեսուչը ցանկացավ տուգանել ինձ 5000 դրամ ամրագոտի չկապելու համար, հիմք ընդունելով 123-րդ հոդվածը Վիվ օրենսգրքի։ Ասեմ, որ նման տուգանքները վճարելը անհեթեթություն եմ համարում, որովհետև նա բավարար ապացույց երբեք չի կարող ներկայացնել ամրագոտի կապել ենք, թե չէ այդ մասով։ Իսկ ապացուցման բեռը վարչական մարմնի վրա է։ Այդ հաստատված է։ Մի քանի օգտակար խորհուրդ համար առաջին, որ եթե դուք ցանկանում եք նկարահանել այն ամեն ինչ որ կատարվում է ձեր հետ, դուք դրա իրավունքը ունեք եւ ոչ մի ոստիկան կամ ոչ մի վարչական մարմին իրավունք չունի ձեզ դա արգելել, որովհետև դուք նկարում եք ձեզ, ոչ թե հատուկ ինչ-որ գործողություններ կատարող ոստիկանին։ Այսինքն ոստիկանին իրավունք չունեք նկարանել մենակ այն դեպքում, երբ որ ինքը ինչ-որ հատուկ գործողություններ է կատարում։ Մինչդեռ վարչական իրավունք խախտում է արձանագրելու պահը, դա հատուկ գործողություն չի, դա ձեր հետ կապված, ձեր անձի հետ կապված գործողություն է, հետևաբար դուք ինքներդ ձեր հետ կապված ցանկացած գործողություն կարող եք նկարահանել։ Երկրորդ խորհուրդը նա է, որ հանկարծ մեքենայից չիջնեք, մի թեթևացրեք ձեր ծանր տեղը, մեկ-մեկ վարորդները իջնում են, ձեռքն են սեղմում ոստիկանի, պետք չի, ոստիկանը իր ծառայություններն է կատարում, ինքն էլ ձերպես հասարակ մարդ է իհարկե, բայց իրեն մոտեցումին սպասեք։ Այսինքն, եթե ինքը մոտեցավ ընկերական, անմիջական սկսեց շփվել, նույն ձևի իրան արժանի պատասխան տվեք մարդավարի մոտեցմամբ։ Բայց եթե ինքը մոտեցավ ոստիկանական ձևով, ներկայացավ, ազգանունը ասեց, ինչը նրա պարտականությունն է, ասեմ իմանաք, ապա դուք էլ ներկայացրեք ձեր փաստաթղթերը մեքենայից չիջնելով, ուրեմն փաստաթղթի ներկայացման ձևը շատ կարևոր է։ Իմ վիդեոում դուք կտեսնեք, մի անգամ էլ ստեղ ցույց տամ։ Պահում եք ձեր փաստաթուղթը պատուհանից ու սպասում եք, որ ինքը արտագրի։ Շատ խամ մարդիկ տալիս են այս քարտը, վարորդական իրավունքը կամ ցեխանձնագիրը ու վազում են ոստիկանի հետևից, որ այդ քարտը հետ ստանան։ Այդ սկսնակների, դիլետանտների գործողությունները մի տվեք։ Օրենսգրքում նշված է, որ դուք պետք է ներկայացնեք, բայց չի ասում, որ պետք է արձեռն տակ ոստիկանին, ինքն էլ իր հմաճիկով գնա իր մեքենան, կանստի իր մեքենայում, դուք էլ մեքենայի մոտ մուրացկան այդպես սպասեք, մինչև ձեր քարտը ձեզ հետ տան։ Հիմա բան չկա, ներկայացնում եք այսպես պատուհանից, սպասում եք համբերատար, որպեսզի նա արտագրի, հետո պահում է խախտմանը, ասեմ, որ խախտումը արձանագրելուց մի վախեցեք ընդհանրապես, շատ սիրալիր խոսեք, ոնց որ վիդեոում նկատեցիք, ես եմ ինձ պահել, նորմալ մարդավարի խոսեք, ասեք խնդիր չկա, խախտումը կարող եք արձանագրել, ես արձանագրության տակ իրավունք ունեմ նշելու իմ դիտողությունները կամ առարկությունները, նշեք, որ դուք համաձայն չեք խախտման հետ, եթե համաձայն չեք, նշեք, որ ոչ մի ապացույց ձեզ չի ներկայացվել սույն խախտման հետ կապված, ինչ որ ես արեցի, որտեղ ես ոստիկանին հարցրեցի, ունեք որևէ ապացույց, որ ես ամրագոտի չէի կապել։ Ինքը ասեց իմ աչքն է, դա հավատացեք, ուզում է նախագահի աչքը լինի, ով ուզում է լինի, աչքը դա վարչական ակտը ձևակերպելու համար բավարար եւ վերաբերելի ապացույց չի։ Եթե նա ունի տեսա նկարանող սարքով ամրագրված ինչ-որ փաստ, նա պարտավոր է դա ներկայացնի։ Փառք Աստծո, այսօր գայշնիկները այնքան հարուստ են, որ ունեն ամենավերջի մոդելի ֆոտո եւ վիդեո նկարահանող սարքեր, եւ դրանցով կարողանում են արձանագրել եւ հստակ ապացուցել, որ խախտումը իրականում եղել է։ Բայց երբ որ նրանք ասում են աչքով եմ տեսել, ուրեմն չես հավատում եւ այլն, սկսում են մանրանալ, ցածրանալ, դուք իրանց մակարդակին մի իջեք, հստակ ասեք, որ եթե ապացույց չունես, ես իրավունք ունեմ նշելու, որ ապացույցներ ինձ չեն ներկայացվել։